Պարոն Սարգսյան հայտնել էիք, որ կխնդրեք փոքրինչ հետաձգվի, հաշվի առնելով, որ չեք ծանոթացել դեռևս գործի նյութերին, չէ՞, կարծեմ, խնդրեմ ավելի մանրամասնեք եւ ինչ որոշում կայացվեց վերևում։ Նիստը նշանակված էր 24:00-ին, նյութերը ստացել են 23:59-ին, հետևաբար պետք է հասցնենք ծանոթանանք եւ միջնորդությանը եւ նյութերին, այս բան արդեն ինձ մոտ է, նյութերը միջնորդություններ լրացուցիչ ուղարկվել է, պետք է ծանոթանանք, քիչ հետո իմ գործընկերներն են ուղղակի, քանի որ գիտենք, որ պետք է հետաձգվի, դրա համար մյուս պաշտպանները չեկան, հիմա նյութերը արդեն ուղարկվել է, բոլորը ունեն, կծանոթանանք, կներկայանանք դատական նիստին, ժամը 2:30-ին դատական նիստը պետք է շարունակվի։ Մասիս Մելքոնյանը պատահականություն է արձակագրվել է։ Մասիս Մելքոնյանը երբեք չի կարող պատահականություն լինի, ես ընդամենը երևի 2 ժամ առաջ գրեցի, որ Երևան քաղաքի ընդհանրավարության 4 նստավայրներ են, դատարանների 4 նստավայրներն էլ հերթապահություն են իրականացնում, այսինքն այսօր Երևանի բոլոր դատավորները հերթապահ են եւ գրել է, որ զգում են, որ Մասիվի Ավանիտ նստավայրում է լինելու եւ հայտնի դատավորը Մասիս Մելքոնյանը, դրա մասին ես բազմիցս հրապարական ելույթներ ունեցել եմ։ Հիմա եթե մեկը կասի, որ սա պատահականություն է, որ ամբողջ Երևան քաղաքի դատարանների մեջից Մելքոնյան Մասիսի մոտ է, որովհետեւ ինքը այն դատավորն է, որ երբեք իր համար իրավական փաստարկները նշանակություն չունեն, իր համար նշանակություն ունի, թե իշխանությունը ինչա ցանկանում։ Չէ, պարոն Սարգսյան, հաշվի առնելով կանխատեսելի։ Պարոն Սարգսյան, առաջին անգամ կանխատեսում եք, ինչպես է ստացվում, որ ամեն անգամ կանխատեսում եք եւ այդպես։ Մենք տեսնում ենք, թե ովքեր են օրվա իշխանության կամակատարները, սա տեսնում ենք, այնպես չէ, որ ես նախապես գիտեի, ես զգում էի, ես դա կանխատեսում եմ այն իմաստով, որ գիտենք ով է դա անում։ Դա բացարկի հիմք է, պարոն Սարգսյան։ Գիտեք, բացարկի հիմքը այո այն իմաստով, որ եթե բազմաթիվ մարդիկ արդեն իսկ համոզմունք ունեն, թե ում մոտ է լինելու, իսկ բացինձնից էլի մարդիկ են ասում, ուրեմն վստահություն չկա այդ դատավորի նկատմամբ։ Ուրեմն հասարակության մոտ վստահությունը արդարադատության նկատմամբ կորչում է, իսկ բացարկ հայտնելու հիմքերից մեկը նա է, որ եթե հասարակությունը այդպիսի կասկածներ ունի, ուրեմն դատավորը պետք է չքննի, որպեսզի կասկածը չլինի։ Պարոն Սարգսյան, այս նույն դրվագի հետ կապված, Միքայել Սրբազանի 2024 թվականի ապրիլի 25-ին հարցում է արվել դատախազությանը, որ արդյոք օրենսդրության խախտում գրավոր իրազեկ քաղաքացիների միավորմանը, որ այդ դրվագի հետ կապված ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ուսումնասիրվել են, որևէ հանցակազմ չեն գտել։ Հիմա այդ ոնց եղավ, որ մի տարի հետո հանկարծ հանցակազմ հայտնաբերվեց։ Բոլորս գիտենք ոնց եղավ, հանձնարարեցին գտեք հանձնակազմ, իրենք էլ հանցակազմը գտան։ Այսինքն այսօր դատախազություն, ոստիկանություն, քննչական, դատարան, դատավորներ կոնկրետ դատավորներ, իրավաբանի մասնագիտությունը մոռացել են իրենց համար, թե ինչ են ուզում օրվա իշխանությունները։ Նայում են Facebook-ին, տեսնում են, թե ինչ գրառումներ կա, դրանով կանխորոշում են իրենց վարքագիծը։ Եթե նույն արարքը իրենք ոստիկանությունը հայտնում է դատախազությունը ասում է ԱԱԾ-ն ուսումնասիրել է քրեական վարույթ չի նախաձեռնել, որովհետև չկա հանցագործություն, դատախազությունն էլ դա ընդունել է, որովհետև պետք է հաստատել օրինականությունը։ Հիմա ոնց պարզվեց, որ նույն ոստիկանություն նույն հաղորդում ուղարկում է, նույն քննչական մարմինը հաստատում է, դատախազությունը հաստատում է, որ հանցագործություն կա։ Այսինքն իրենք իրենց չեն հավատում, իրենք իրենց արարքների մեջ չեն կողմնորոշվել եւ դրանով փորձում են ցույց տալ, որ իրենք մասնագիտական գործունեություն են իրականացնում, ինչը իրականում այդպես չի։ Գիտեք, շատ կանխատեսելի է Մասիս Մելքոնյանի պարագայում։ Ես երբևէ չեմ կարծում, որ ինքը ի վիճակի է արդար որոշում կայացնելու։ Միակ բանը, որ հանրության այս արձագանքը կարող որոշակի ազդեցություն գործադրի, բայց կարծում եմ հատուկ տվել են իրեն, որ նույնիսկ այս ազդեցությունը չլինի, որովհետև իր մոտ նման ազդեցությունները կարծեք թե չի գործում, իր համար մի հատ բան կա՝ վախ, որ ինքը այդ վախից ելնելով գործողություններ է կատարում։ Եվ վերադառնալով արարքի քրեաիրավական կարգապահական վարույթ է սպայն իր նկատմամբ իրականացվում։ Եթե ինքը ցանկալի որոշում չկայացնի, միանգամից կարգապահական վարույթի արդյունքում կլինի իր համար ոչ ցանկալի հետևանքներ։ Սա առաջինը։ Վերադառնալով արարքի քրեաիրավական որակմանը, հա, իշխանությունը զավթելու Ես ներողություն պետք է խնդրեմ, քանի որ գիտեմ ինչ եք ասում,
քանի որ մենք պետքա դատական նիստի ժամանակ մեղադրանքի հիմնավոր կասկածին անդրադառնանք, ճիշտ չեմ համարում, որ այս փուլում մենք դրան անդրադառնանք, հենց այս պահին։ Դատական նիստից հետո իմ գործընկերների հետ միասին այդ հարցի մանրամասն կանդրադառնանք, չեմ բացառում, որ նույնիսկ կլինի ասուլիս հրավիրված, որտեղ մանրամասն դրան կանդրադառնանք։ Եվ անդրադառնալու եք վարչապետ Նիկոլ Փաշինյանի Facebook-յան գրառումներին, արդյոք սա դիտարկում եք որպես Ուրեմն մենք ամբողջ ծավալով, մենք միանշանակ դա ուղղորդում ենք դիտարկում, դատավորը անպագորգոր խոսքեր է ասելու, որ իրեն ոչ ոք չի կարող ցուցումներ տալ, ինքը ոչ մեկից չի կաշկանդվում, ասելու է, ինքը միշտ ասում է, բայց մենք տեսնում ենք, թե իրավիճակը ինչպիսին է։ Ամեն դեպքում մենք վստահ ենք, որ իրավական բոլոր գործիքակազմը պետք է կիրառվի եւ եթե անգամ այսօր էլ հանգարց դատավորը կայացնի այն որոշումը, որը որ իրեն հանձնարարված է կամ ինքը կարծում է, որ իրենից դա ակնկալում են, միևնույնն է պետք է պայքարել իրավական բոլոր գործիքակազմով եւ ես կարծում եմ, որ շուտեր այդ արդյունքը կունենանք։ Հիմա փորձենք ծանոթանանք, գանք մասնակցենք դատական նիստին։ Ժամը 2:30։ Նյուզը մի հարգել հետևող